Մեր ժողովրդին մի ասում են բաղանից գյուղում 50 տուն է, թե 100 տուն են կառուցում։ Մարդ կա իր հորտանն էլ չի մնում, ինք Երևան ապրում։ Ծրագիրը տվել են նրան, ով այնքան ասենք տղա ունի, երեխա ունի, ուզում է Մոսկվա ապրի, գալիս է իր համար տուն աշինում։ Իսկ գեղամը կարող է մարդ կա հմի տանը 3 տղա ունի, ամուսնացած չեն, հեկուտ նրան տուն է պետք է։ Նրան տուն չի հասնում, ասում է դեռ ամուսնացած չի, ծրագրի մեջ չեք։ Մեկն էլ ամուսնացած Երևան ապրում է, եկել 3 տուն աշինում։ Ես էլ ավազ եմ մաղում, որ մի քանի մանեթի տան ապրեմ, յոլա գնամ։ Էնա, դենը պահի մի հատ, չորը անտարը ասախ, թույլ չեն տալի, մի կտոր թուղ չեն տալի ժողորդ վետ բերին, նայ վետի վրա չորացել է, են հեմնում ասում են, կամիս են գալիս է ժողովանում, ասում է թող պայտ փորի գնուտ է, ժողորդին չեն տալի, էսա եկել է հունվարից առաջ մի ամիս դոկումենտին տալ, ասել մի ամսը բերիք ոչ վսյո, պրծավ դեր գործը, մի երկու հատել են անդեր են եկել, սաղորո հետ յութուբով բանով խոսում են, բնապահպանն են, գնացինք ասմասարը բրնեցինք մի քանի կոճղ էին կտրել, որ բանը պետք է են չեն տենում, եղացին կարող է մի աղքատ մարդ գնացել է կացնով մի քանի պետա կտրել, էդ տենում են, իսկ ուրիշ բան չեն տենում, գնում են գալի ամեն որ հաղորդում, որ անտարը կտրեցին, լա մի հատ դուշը գնացեք դեք ինչ վեսկի անտար ունենք, սրանից 10-20 տարի առաջ կտրող, որ են ասում են անօրինակ անկտրեին, Են հենց անտար դուս է եկել, չես կարա միջով նանց կենաս։ Մի մեծ ծառա, ասենք, չեն թողում կտրեն, ասենք պետականորեն կտրեն, ժողովրդին տան, որ այդ ծառի տակին 100 ծառա դուս գալի։ Վուտի վրա չորացած ծառերը, ասմա թող փայտ փորի գնուտ է, ձեր չի տակ, ժողովրդին մեկ տա, թողեք դենց անտարում մնա։ Էս ասայ գազը գնում է 15 մետրա, կարեմ չեմ կաշեմ, մետրին 6000 դրամ է ինչա, որ տուն հասցնեմ գազը ստեն։ Այս գյուղումը, որ այս գազերը քաշեցին, Միջի հարուսներին, գեղի, գյուղսովետ իշխատողներին, սաղի տունը ամփող գազ քաշեցին, ասին սկզբնական 50 տուն ծրագիր կա, ամփող, ես մնացածը թող կտորվին, մարդ կա հմի են դիմաց թաղումը 200 մետր 6000 դրամով պետք է գազը մետր են տանի իրա տուն, բայց որ գլխավոր մագիստրալը տանեն տանից գոնե մի 5-6 մետր ալի մարդը կքաշե գազը, դեյա, Զաղ գեղը հոնակ ծել կարալյոք։ Մի տոչկա չկա ժողորդը տանեն մի հիմնարկ հանձնեն, այսօր մինը 50 կիլո հոնա հավակել, չի կարեմ տանի հանձնել, ոչ մի տեղ, հոնարն հոնալ գարսա ձերներս է կանգնում ասմա, 250-300 դրամով եմ տանում, բայց որ մի հիմնարկ ալի ասենք ընդունման կետ, ամեն էկողը, ամեն նտրությունից առաջ ես ենք շինում, ունիվերմակ ենք շինում, ընդունման կետ ենք շինում, ոչ մի բան էլ չկա, ժողորդից գալիս են բաները, առտուրականին, ասմա քաղե հոնը գալու եմ տանեմ, 2 օր չի գալիս հոնը փչանումա ոչ կնեն ածում որ մի քանի լիտր հողի անեն, էտա։ Իսկ որ կետը լին թունման, մարդիկ են իրանց կարտոշկայա, պոպոկա կտանեն կհանձնեն, ժողովրդի համար լավ կլի։ Ոչ մի բան ասում են, լավ բան ես ասում, ասում են, ինչ ես կամերայի ղաքին խոսում ավել, լավ վատ բան ես ասում, էլի նույն բանն են ասում։ Հիմի սաղ սարերը ապրանքա տարել են մարդիկ պահում են, բաները ասենք ընդունման կետ չկա։ Մարդիկը բոչկենացած դես են տանում, դեն են տանում, հեռախոսով ռեկլամ են անում, պանիր ունենք, բայց որ մի կետը լի մարդիկ կբերեն, կացնել կհանձնեն, իրանց պանիրն էլ կհանձնեն, էտա ինչ ասեմ։ Եվ ընդանոցը մի սուտի ստուգումա, մանի մատի խաղը մի քիչ տեղից ընկել ասում են գնա մի 100 մանեթ մուտ կարա, եթե այդ մարդը թոշակ աստանում, 30-40 մանեթ օրինակ, ասմա հևնդանոցի գինը գնա 600 մուտ է, որ չի կատ է անեն, չգիտեմ ինչ ստուգեն, վատ է, մեր ժողորդի աշխատածնու հևնդանոցի գները շատ վատ է, ես դա կասեմ, մեղք է ժողորդը, շատ փող ունեցող են, թող 100,000-ով, 200,000-ով, 500,000-ով բուժե, են աղքատ գեղած ունել, որ տենման աշխատանք չունի, ամիսը մի 30-40 այդ աշխատում, թող նրան էլ ասեն, քու հևնդանոցի մուծումը, օրինակ, մի 1000 դրամա, 2000 դրամա, ես դա եմ ուզում, մինը ես իմ դուբայներից տուն չի գալի, նրան էլ ասում 100,000 գնամուց է, որ կիստուկ եկեն, խեղճ աղքատին էլ ասում, դու էլ գնա, այդ նույն գումերը մուց է, այ դրանում հարցը։ Իսկ հայրենիքը պաշտպանելու վաղտը էլ են հարուստի տղեն թաքցնում են, բանակ չի գնում, գալիս են գերամ երկու աղքատի, ես էլ իրեղի կրկաշին տալով,
Որնա բնիմա թելքի այդ գործից առաջ են գտնում տանում ասում են կտորվեցին։ Բայց ի՞նչ դերել։ Եթե մի մարդ վերորդ չի, նա գնալտի ավտոբուս քշե, սամալյոտ քշե, գնալտի գլուխն ուտել։ Իսկ եթե մի մարդ զենքից հասկանում է, նա կարա իր երկիրը պաշտպանել, ես դա կասեմ։ Օրինակ ես 60 տարեկան եմ 3-4 անգամ ծառայության եմ գնացել, են կռիվների վաղտը 3 ամսով ծառայել ենք։ Շատ լավ է, ուրելի, գոնե եթե բանակը քիչ է, զապասի այս մեր տարիքի մարդիկը դուզն ասած, հմիասեն կարող է ըստեն են մի 100 մետր լավ տենում, բայց ասեղը կարեմ չեմ թելեմ օրինակ, աչքս առանցակն ըստեմ չի։ Մենք ասենք կարալ չենք որ ասենք գնանք կրակենք բան, բայց մենք էլ մի բանի խոմակ կլենք մեր երկրին, ինչ ասենք։ Հա, մի բան էլ կասեմ։ Ես ափսոսում եմ մեր պետական բյուջեից թե ինչ որ ուրիշ տեղից ուղարկված փողերը, գյուղ կա 5 հատ երեխա, 10 երեխա է։ Մանկապարտեզը շինում 500 հոգյանոց, այն դովիղ գյուղ կա, դպրոց են շինում 7 աշակերտ է։ Կարան նոյեմբերյանım ավտոբուս տնեն, արագ տանի բերեի։ Քանց այդ միլիարդնից ասեն այդ դպրոցը սարքեն, անմիտք բան։ Կարան ավտոբուսը դնեն 7 կիլոմետր թե 3-ա, իրանց ավտոբուսը տանի բերե, ավելի 20-30 տարի օգուտով կփակեր պետքինը։ Ասում եմ, ես գրագետ չեմ, բայց հասկանում եմ, որ ափսուզա այդ միլիարդնի շաշ տախսել։ Կարելի ավտոբուսով էտրեղ հանցա ամեն օր տանել դպրոց բերել։ Մի քանի գյուղում դե բաներ են շինում։ Ենք իրանցը մասին 300 հոգյանոց դպրոց հաշինել, ինչ որ տակին հարգերա ամուր սարքած գիտեմ ինչ։ Եթե ընդ մի 30 աշակերտը 7 միլիոնին ծախսում ես դպրոց մի շինել, կլուբ մի շինել, են որ բլինդաժ են շինում պատրաստում են, գուցե նրա վրա ավելի շատ ծախսան, ավելի օգուտելի, քան այդ շշ ծախսերով։ Մի քանի հատ էլ մանկապարտեզ նոր են շինել 2 տարի շինել։ Եթե այս գյուղում մի 20 երեխա է, ծախսվում է, հետո ասում են, բանա, փող չկար ես գործը սարքեն կամ ասենք, այ մարդ փող չկար, հիմար ծախսում եք, բայց դուք տենեմ չեք գրագետ, խելացի մարդիկ եք, այդ փողը մարդիկ են հմի տուն աշինում, տրակտորը դրելա 20 օր քանդում է որ տուն շինե, այ մի դուզ դեղ այդ մարդին տնատեղ տվեք թող այդ դուզ տեղը սարքե, պարտադի է 3 միլիոն ծախսե որ մի եսքան պլաշատ կա բացանե։ Վերելից է գալի ամեն ինչը, չեն աշխատում, ինչ են աշխատում։ Օրինակ, ես տարական մի 2 տոննա միս եմ հանձնում, մի օր գալիս 2000, մի օր գալիս 3000, մի օր 3000, ստանդարտ թող 1000 դրամ, ես գիտեմ 1000 դրամ, պհեմ չպհեմ։ Կարամ մի ամսում 3 ձեփ փող, մի ամսում։ Դե ո՞ա փոխում, թող աչքները հանի։ Ո՞վ է փոխում։ Առևտրականները։ Իվան կազմում պատմիալ մեկ աշխատում։ Մաղելից է սրանից։ Ամեն ինչ էլ խնդիր է։ Գյուղում ապել խնդիր է։ Փոխումյալան վերածելու դա։ Գյուղում ապել խնդիր է։ Բալկի լավն էլի լավ կառավարություն ունենա, ես չեմ ասում լավ ղեկավար։ Ղեկավարը շատ սխալնի ունենա, բայց կողքին 40-50 հատ պարլամենտի աշխատող կա։ Պետք է մտածեն այս ազգի մասին ուղղեն, կարող է մինը սխալ ճանապարհով գնամ, ասեն ախպեր, կարող է դու դες մտածեմ, բայց մենք հայ ենք, մեր ազգի համար մտածել ապա։ Չեն ուղղում ընտրություն ենք ուղղեն։ Ես չեմ գնամ դրության, 30 տարի գնաց լդիշնա փոխվում, չի փոխվում, տամել չեն գնում էլի։ Առաջնորդը կարա հեխապ է, ասմա իմ լիզ դրած պապա ասեր, բերթը անարիկա չեն կարա գրավեն, եթե լավ խապես, կարաս կռիվա հաղթես։ Հիմի մեզ են հենց ընտրությունների վաղթը խապում են, ու մտնում բերթը, ընդեն ելնել ոչինչ չես կարանես։ Դրա համար ասմա, նայա տո ոնց է խապում, որ ընտրվում է, հիմի ես դա կարամ ասեմ։ Եթե լավ սուտ ասե կարենա լավ խապե, էլի կարող անտրել։ Նայած ոնց կհամոզեն։ Եթե ասե 3 միլիոն վարչապետ եք կտրեմ։ Դուք վարչապետ եք ձեզ զգում։ Այ կուտոնը շինվի։ Ասկի թաման բանվերնի չենք։ Կընտրենք, ծրագիրնին կներկայացնեն։ 3 միլիոն վարչապետ եք, հմել ասմա դու որն ուզում